Բարեցես, ես Հաննան եմ, հայ առաջին ու միակ անալոգային աստրոնավտը ու շատ ուրախ եմ ունենալ այս հնարավորությունը կիսվել իմ փորձով ու ցույց տալ, թե ինչ դեր ունի Հայաստանը տիեզերքի ոլորտում։ Երկար ժամանակ մենք մտածել ենք, որ տիեզերքը շատ անհասանելի է մեզ համար, կամ միայն գիգանտ պետություններն են, որ կարող են ունենալ այդ հնարավորությունը, որպեսզի տիեզերքով զբաղվեն, բայց ես եկել եմ ուզում եմ պատմեմ իմ փորձառության մասին ու ցույց տալ, որ Հայաստանը արդեն ունի իր դերը տիեզերքի ոլորտում, ու ես այն մարդկանցից եմ, ով որ փորձում է ներկայացնել Հայաստանը ու բերել այդ ամեն ինչը այստեղ ու սովորացնել մարդկանց ու ցույց տալ, թե ես ինչ եմ անում։ Ես անալոգային աստրոնավտ եմ, ինչ է դա նշանակում, ցանկացած էքսպերիմենտ, ցանկացած տեխնոլոգիա մինչև տիեզերք թռնելը, այստեղ երկրի վրա սիմուլյացիայում տեստավորվում է։ Ես այն տիեզերագնացն եմ, ով որ այդ ամեն ինչը տեստավորում է հաբիտատում, փակ սիմուլյացիայի մեջ, մինչև կանաչ լույս տալը, որպեսզի աստրոնավտները, ովքեր տիեզերագնացները, ովքեր թռնելու են տիեզերք, իրենք այդ ամեն ինչը տեստավորեն ու արդեն ուղարկենք տիեզերք։ Երբ 2023 թվականին Ավստրիական տիեզերական ֆորումը որոշեց Հայաստանում անել իրենց հաջորդ միսիան, ես միացա իրենց թիմին եւ փորձեցի օգնել ամեն ինչով որ կարողանում էի։ Ես միացել էի իրենց GHOST թիմին, ինչը կոչվում է Ground Operation Support, եւ օգնում էի տիեզերագնացներին տեխնիկական հարցերով։ Դրանից հետո Լեհական տիեզերական ֆորումը արդեն ինձ առաջարկեց դառնալ իրենց միսիայում անալոգային տիեզերագնաց, ու առաջին անգամ իրենք հայտարարեցին, որ ես դարձել եմ ամբողջ աշխարհում միակ հայը, ինչը ինձ համար շատ մեծ պատիվ էր, ու դրանից հետո արդեն սկսվեց իմ կարելի ասել կարիերան, ու դրանից հետո ես արեցի եւս 2 միսիա, ինչը վերջերս էր։ Ես միացա Եվրոպական տիեզերական ֆորումի հովանու ներքո անցկացվող Axiom-4 տիեզերական միսիայի անալոգին, որը անցկացվում էր Լեհաստանում, եւ 1 ամիս շարունակ ապրեցի Լեհաստանում, փակ հաբիտատում, անցկացնելով շուրջ 30 էքսպերիմենտներ տիեզերական եւ լինելով ապրելով այնտեղ 9 անալոգային տիեզերագնացների հետ, ներկայացնելով Հայաստանը ու ապրելով առանց արևի լույսի։ Ուզում եմ, որ իմ պատմությունը, այս ռեպորտաժը, որ լսեցիք, դառնա ապացույց նրան, որ ապրելով Հայաստանում, լինելով հայ, դուք կարող եք հասնել մեծ բարձունքների ու երևալ ցանկացած ոլորտում, նամանավանդ տիեզերական ոլորտում, ինչը Հայաստանում ընդհանրապես չի երևում, ու ասել է, որ ես ուզում եմ դառնալ տիեզերագնաց, անհնարին բան է թվում։ Ու եթե դուք հետաքրքրված եք այս ոլորտով, հույսում եմ այս վիդեոն կդառնա այն ապացույցով, որ պետք չէ նստել սպասել ինչ որ հարմար պահի, այլ պետք է գործել հիմա, ու դուք կարող եք ցանկացած պահի անել քայլեր դեպի ձեր երազանքը, ու իմ նպատակն է տիեզերքի ոլորտը զարգացնել Հայաստանում ու ստեղծել training center, որի միջոցով մենք կստեղծենք հաջորդ սերունդը անալոգային տիեզերագնացների Հայաստանում։